Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի 29000 ժամանակին 800 էր ասում, չեմ բանափոխվել։ Լավ, ամեն դեպքում հայոց ցեղասպանության հարցը այս Հայաստանի տարածքում բնակվելու չբնակվելու հետ կապ չունի։ Դրանք ինչու են փորձում իրար կապել, որ իբր թե հայոց ցեղասպանության հարցը բանը տարածք պահանջելու մասին խոսակցություն է, եւ որ խոսա ասեն դու պատերազմ ես ուզում, դու պատերազմ ուզում, եւ դրանով մարդկանց հարցը ուրիշ բանի մասին է, հարցը այն մասին է, որ մենք ունենք պատմություն, ունենք վատ ժառանգություն ցեղասպանության տեսքով։ Եվ այս վատ ժառանգությունը մեզ զգոնա պահում, որ մենք լինենք ուշադիր մեր հարևան երկրների հետ։ Մենք ով է պատերազմ ուզում Հայաստանում հարևան պետությունների հետ։ Մենք լինենք ուշադիր զգոն եւ անվտանգային երաշխիքներ ունենանք նրանց հետ հարաբերվելիս։ Այս սա մասին է քննարկում։ Իրանք աղավաղում են, մանիպուլացնում են, բերում են մտցնում են մի դաշտ, որ այդ դաշտում անպայման պետք է մանիպուլյացիայի տեսքով սա օգտագործել եւ ունենք այն ինչ որ ունենք, այսինքն արդարացնել Հայաստանում այսօրվա ուրացության խոսույթը մանիպուլացնելով, որ իբր ով որ ազգային որևէ բան ասում է, ուրեմն պատերազմ։ Հիմա դուք որ գաք իշխանության ինչ եք անելու, հետապնդելու եք այդ հարցը, առաջնահերթություն եք Երեք ես թեզերից մեկը ներկայացել եմ, որը վերաբերում է օրինակ Արցախի էթնիկ զտմանը։ Մենք միջազգային նախադեպ ունենք հենց հիմա, որ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը դիմել է Արտադրության միջազգային դատարան 23 թվականին Գազայում ցեղասպանության հարցով։ Այդ կոնվենցիայի մաս ենք նաև մենք։ Հայաստանի Հանրապետությունը ես լոբինգ եմ արել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ կոնվենցիային համաձայն նույնպես դիմի դատարան Արցախի էթնիկ զտման հարցով։ Սա ինչ կտա մեզ։ Սա գոնե այսօր, եթե մենք դարած լինենք 23-24 թվականին, գոնե այսօր Ադրբեջանը կվախենար օրինակ Արցախում մեր եկեղեցիների ոչնչացումից։ Ինչու, որովհետև դա նույնպես կոնկրետ էթնոսի հետքերը մաքրելու, ոչնչացնելու ցեղասպանական գործողության մի հատված։ Նիկոլ Փաշինյանը երեք դատապարտում է Թուրքիայի դրոշվառելը, բայց ոչ մի խոսք չասաց Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման վերաբերյալ։ Գիտեք, ես մի բան ասեմ, Ադրբեջանը իր պահվածքով եւ նաեւ Թուրքիան իրենց պահվածքով ամեն ինչ անում են, որ Հայաստանում ռացիոնալիզմը մեռնի։ Ինչ է սա նշանակում։ Ռացիոնալիզմի համատեքստում դրոշվառելը մենք այդ ժամանակին ասել ենք, որ դա պետություն չունեցող ազգի բան է։ Երբ որ պետություն ունես, դրոշվառելը սազական չի քո ազգի, պետություն չունեցող ազգի հետ անում են նման բան։ Բայց երբ որ այդ ռացիոնալիզմը մեռնում է, օրինակ կոնկրետ եկեղեցու փլուզումը ոչնչացումով Ստեփանակերտում, արդեն մարդիկ չեն կարողանում լսել ռացիոնալ խոսք դրա վերաբերյալ։ Հիմա իրենք այդ որ դատապարտել են, լավ դատապարտել են դրոշի այրումը, ես հասկանում եմ, կա դիվանագիտություն, կա հարաբերություններ։ Եկեղեցու փլուզումը, եկեղեցիների ոչնչացումը Արցախում ինչու չեն դատապարտել։ Ես կոնկրետ օրինակ եմ բերել, որ իսրայելցի մի զինվոր Լիբանանի տարածքում Հիսուս Քրիստոսի խաչը կոտրել է, նկարը կա է, եւ այս նկարը համացանցում տարածվում է։ Ամբողջ քրիստոնյա աշխարհը սկսում է քննադատել Իսրայելը։